Եվրամիության առաջնորդները Ուկրաինային 90 միլիարդ եվրո անտոկոս վարկ կտան։ Բայց ոչ եվրոպական բանկերում սառեցված ռուսական ակտիվների հաշվին։ Բրյուսելում 16 ժամ ձգված քննարկումների արդյունքում եվրոպացի առաջնորդները որոշել են Կիևին վարկ տալ Եվրամիության բյուջեից։ Պարտավորություն չեն ունենա միայն Հունգարիան, Սլովակիան և Չեխիան։ Այս երկրները չեն ուզում մասնակցել Ուկրաինայի ֆինանսավորմանը։ Ուկրաինան կվերադարձնի այս վարկը, երբ Ռուսաստանը վճարի ռազմական փոխհատուցում։ Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում օգտագործել սառեցված ակտիվները այս վարկը մարելու համար։ Բացի այդ, մենք համաձայնել ենք երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Մեր նպատակը պատերազմը ձգձգելը չէ։ Իրականում այսօրվա որոշումները կարևոր ներդրում են Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու գործում, որովհետև Ռուսաստանին բանակցությունների սեղանի մոտ նստեցնելու միակ միջոցը Ուկրաինան ուժեղացնելն է։ Ռուսական ակտիվները կմնան սառեցված այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը վճարի այդ փոխհատուցումը։ Մոսկվան սպառնացել էր կոշտ պատասխան տալ, եթե Եվրամիությունը կյանքի կոչի ռուսական ակտիվներով Ուկրաինայի ֆինանսավորման ծրագիրը։ Վլադիմիր Պուտինը Եվրամիության քայլերը բացահայտ կողոպուտ է անվանել և զգուշացրել ռուսական ակտիվներով վարկ տրամադրելը հետևանքներ կունենա ցանկացած երկրի տնտեսության համար։ Գողությունը համարժեք բառ չէ, դա սեփականության թաքուն առևանգում է։ Նրանք փորձում են դա անել բացահայտ, դա կողոպուտ է։ Մինչ այժմ դա չի ստացվել, քանի որ կողոպտիչների համար հետևանքները ծանր կլինեն։ Գողություն միջազգային իրավունքի անվան տակ, այսպես են մերձի պլանն անվանել գերմանացի խորհրդարանականները։ Նրանք քննադատել են կանցլերին իրենց խոսքով հիմար քաղաքականության համար։ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինայի համար Եվրամիությունում գումար հավաքելու գաղափարը ինքն է առաջ քաշել։ Արևմտյան մամուլը Եվրամիության այս որոշումը համարում է Մերսի ֆոն դեր Լայենի կատարյալ ֆիասկոն, չնայած նրանք կարծում են հաղթանակ են տարել։ Ռուսաստանում էլ տապալված են համարում Մերսի ու Լայենի ծրագիրը։ Հզոր հարված պատերազմ հրահրողներին, ձախողված Ուրսուլայի գլխավորությամբ։ Անցած շաբաթ Ռուսաստանի կենտրոնական բանկը Մոսկվայի արբիտրաժային դատարան 200 միլիարդ եվրոյի հայց է ներկայացրել բելգիական Euroclear դիպոզիտարիայի դեմ, որտեղ պահվում է ռուսական ակտիվների զգալի մասը։ Բելգիայից բացի ռուսական փողեր կան Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի բանկերում։ Իդեպ Բելգիան դեմ է արտահայտվել ռուսական փողով Ուկրաինայի ֆինանսավորմանը։ Ռուսական ակտիվների վրա աչքի են դրել նաև Թրամփի վարչակազմի պաշտոնյաները։ Պոլիտիկոյի մոտ 2 տասնյակ դիվանագիտական աղբյուրներ հայտնել են, որ խաղաղության ամերիկյան ծրագրի դրույթներից մեկով էլ առաջարկվում էր ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինայի վերակառուցման համար, ինչը մեծ շահույթ կապահովեր Միացյալ Նահանգների համար։ Սակայն Եվրամիության այս վերջին գագաթնաժողովից առաջ Վաշինգտոնում մտափոխվել են ու եվրոպացիներին կոչ արել ձեռք չտալ ռուսական ակտիվները։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։